Հարգելի պատգամավորներ, քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումների և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Խնդրեմ, վարման կարգով։ Սիրելի հայրենակիցներ, այս նախագծով ընդամենը երկարացվում է այդ խնդրահարույց համակարգի կամ ներդրման տեսանկյունից բազմաթիվ խնդիրների լուծումների փոխարեն ընդամենը ժամկետներն են երկարացնում։ Պարոն Եղոյան, դադարեցրեք խոսելը։ Ներողություն եմ խնդրում, շարունակեք։ Որևէ իրական խնդիր են ինչ-որ որ այս քննարկումներին այստեղ ձևակերպվեց եւ դրանք կային 2 տարի շարունակ, այդ թվում նաեւ այս տարվա սկզբից արդեն 4-րդ ամիսն է լրանում, հիմա դրանց լուծումների փոխարեն ընդամենը նորից բերում են եւս մի քանի ամիս երկարացնելու տարբերակը, իսկ այտենց երկարացումներով բնականաբար այդ խնդիրները չեն լուծվելու, այնպես որ խնդիրները շարունակելու են մնան, իսկ ինչ վերաբերում է պարոն Թունյան ձեզ, ապա երբ որ նեղն եք ընկնում անձնական վիրավորանքներին եւ կեղծ ինչ-որ որակումների մի անցեք, չի կարելի, այսինքն ինչ է նշանակում այսպես ասենք, բովանդակային պատասխան չունենալ, անցնել, ասենք, այս դաշտից այն դաշտը, հասկացանք, ի վերջո առնվազն գոնե այն ձևով, որ դուք եք ներկայանում, այդ ձևին հարիր չի։ Շնորհակալություն, քվեարկության է դրում Հայաստանի Հանրապետության։ Խնդրեմ, պարոն Թունյան, համեցեք վարման կարգով։ Հարգելի հայրենակիցներ, հիշեցնում եմ, որ այս նախագիծը, եթե չի ընդունվում, դուք պիտի հայտարարագրեր ներկայացնեք մինչև մայիսի 1-ը, եթե ընդունվում է, պիտի ներկայացնեք մինչև նոյեմբերի 1-ը։ Շնորհակալություն, կոչ եմ անում կողմ քվեարկել։ Քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 63 դեմ 0 ձեռնպատ 12 որոշումն ընդունվել է, ընդմիջում մինչև հաջորդ ինչ նիստը կշարունակվի վաղը։